Ջավախքի դպրոցները նոր ուսումնական տարում հայերեն դասագրքեր չեն ստացել, քանի որ Հայաստանից ուղարկված գրքերը մնացել են կես ճանապարհին։ Չնայած Հայաստանի եւ Վրաստանի նախարարությունների պայմանավորվածությանը վրացի սահմանապահները թույլ չեն տվել անցկացնել հայոց լեզվի եւ պատմության դասագրքերը։ Արդյունքում մի քանի ամիս է 25 աշակերտ ընդամենը 4 դասագրքով է սովորում, ասում է դպրոցներից մեկի ուսուցչուհի Սուսաննա Գալստյանը։ Մյուս տարի էլ այդ 4 դասագրքից կմնա 2-ը, մյուս տարի էլ չենք ունենա ընդհանրապես։ Սփյուռքի նախարարությունը դեռ բանակցում է Վրաստանի իշխանությունների հետ։ Մերձավոր Սփյուռքի հետ կապերի վարչության պետ Տարոն Շագոյանը ազատության հետ զրույցում ասաց, որ վրացական կողմից պատճառաբանել են, թե նախորդ տարի ադրբեջանական պատմության դասագրքում սխալ է հայտնաբերվել, եւ հիմա իրենք հայկական գրքերը ներս չեն թողնում նմանօրինակ սխալներից խուսափելու համար։ Իրանք պահանջել են այդ գրքերի ցուցակը ամբողջությամբ, գրքերի նմուշները, ասել են մենք կնայենք, պատասխանեք ուղարկենք։ Կառավարության ուղարկած հազարավոր դասագրքերից բացի սահմանին են մնում նաև շարքային ջավախահայերի հայալեզու գրքերը, քարտեզները եւ անգամ հայատառ օրացույցները։ Պաշտոնական արգելք չկա, բայց հենց սահմանին հայերեն նյութերն առանց պատճառաբանության արգրավվում են։ Ջավախքի հասարակական գործիչ Վիրք չգրանցված կուսակցության համահիմնադիր Դավիթ Ռստակյանը պատմում է, որ այսպիսի մի արգելքի նաև իրենք են հանդիպել։ Հայ ասպետին գնացինք Հայաստան, այդ գրքերը բերենք, որ երեխաները պարապեն, կադարտլագործվեն, գնան այնտեղ մասնակցեն թիմ, Արցախից են բերում տարբեր տեղից գալիս են։ Այդ գրքերով հանդես գալիս են Ջավախք։ Եկանք սահմանը պիտի հատենք, սրանք չեն թողում գրքերը։ Ստիպված եղանք, որպեսզի վեճ չլինի, գիրքը տանում ենք հետ Հայաստանի Հանրապետության սահման, այնտեղ թողում, նորից գալիս են Ջավախք։ Այդ սովորական բանը չեն թողում։ Ջավախքի հասարակական կազմակերպությունների խորհրդի անդամ Մելս Թորոսյանը նշում է, որ այս հարցով իրենք մի քանի անգամ դիմել են Վրաստանի իշխանություններին։ Ընդունել են, որ խնդիր կա, սակայն որևէ քայլ չեն ձեռնարկել, ասում է ջավախահայը, դժգոհելով։ Նույնիսկ Թումանյանի գրքերը չենք կարողանում սահմանով անցկացնել։ Իրենք կասկածում են, որ Հայաստանում կան ուժեր, որոնք ուզում են անջատողական քաղաքականություն վարեն Վրաստանում եւ այդ քաղաքականության միջոցով են վարում։ Բայց դու օրվա թերթը կամ տասագիրք ես բերում, որը էլի չեն թույլատրում։ Թորներս ամառվա ամիսներին գալու են Ջավախքում անցկացնել իրենց արձակուրդը։ Դասագրքերը հետներ ուզում են բերել, բայց չեն կարողանում անցկացնել։ Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Սամվել Պետրոսյանն ասում է. դասագրքերի ու մյուս գրքերի բովանդակությունը կարելի է գտնել նաև համացանցում, մինչդեռ այս արգելքն անհիմն լարվածություն է առաջացնում։ Մենք խոսում ենք կենտրոնական իշխանության հետ, իրանք ասում են, դա դու ճիշտ ես, ինչի համար դες բան կա այդտեղ անցակետերի մոտ, բայց կան երևի առանձին անձեր, որ ասում են իրանք ուզում են ցուցաբերել լոչնի պատերիատիզմ, Օրինակ ասեմ, որ նայեք, ես Վրաստանը ոնց եմ պաշտպանում, չեմ թողում, որ ինչ որտեղ մի հատ հայկական գիրք ներմուծվի, կան առանձին տենց մարդիկ, որոնք այս հրվատանությանը ոչ թե իրանք օգուտ են բերում Վրաստանին, այլ վնաս են բերում, իրանք Վրաստանի հեղինակությանը հետ են խաղում։ Ջավախահայերը այս հարցում նաև Հայաստանի իշխանություններից են աջակցություն ակնկալում։ Սփյուռքի նախարարության ներկայացուցիչ Տարոն Շագոյանի խոսքով հայկական կողմը շարունակում է բանակցությունները, այդ թվում Հայաստանում Վրաստանի դեսպանատան հետ, առայժմ սակայն անարդյունք։ Աբսուրդ է ուղղակի, բայց որ իրանք կանոններ են խաղի մշակել իրանց համար, դեսպանատան հետ փորձում ենք, դեռ փորձում ենք ինչ որ ձևով կարգավորել այդ հարցը, բայց դեռևս հաջողության չենք հասել։